Պարոն Փաշինյան, դուք մեկնարկել եք ավտոբուսի հեռացման գործընթաց եւ արդեն երրորդ պատարագին եք մասնակցում, պատրաստում եք չորրորդին մասնակցել, բայց մենք տեսնում ենք, որ առանձնապես մեծ բազմություն չի հավաքում, մենք քաղաքացիական պայմանագրի կամավորներ, նախարարներ են միայն ներկայանում եւ չորրորդն եք պատրաստում մասնակցել, կարող ենք ենթադրել, որ դուք միայնակ եք մնացել ավտոբուսի հեռացման գործընթացում, դուք հանրային աջակցություն չունեք հասկացում։ Գիտեք ինչ, ես Աստծո հետ իմ հարաբերություններում այլոց աջակցության կարիքը չունեմ, որովհետև դուք ասում եք գնում եք պատարագի, մարդիկ չեն հագնում, մենք պատարագի ենք գնում, ես պատարագի եմ գնում, ես չեմ գնում հանրահավաքի, ես ում համար ձեզ համար է կարող այդպես դպրոցի գիտեք հանրապետությունում քանի դպրոց կա չէ մի րոպե հանրապետությունում կա հազարավոր դպրոցներ ասում 1000 տնօրեն մասնակցում պատարագի պատարագների ժամանակ չեն ծափահարում, բայց օրինակ Հովանավանքում ծափահարում են շատ գիտեք ով է որոշում պատարագի ժամանակ ծափահարում են թե չէ պատարագին ծափահարում է թե չէ որոշում է պատարագի մասնակից ես գնում եմ պատարագի եւ ուրախ եմ որ գնում եմ պատարագի որովհետեւ ինչպես ասել եմ դա ուրախ եմ որովհետեւ դրանով դա կարեւոր է ինձ համար իմ եւ այդ թվում մեր քաղաքական թիմի այն հատվածի ովքեր հավատում են Աստծուն որովհետեւ ես ընդունում եմ որ մարդիկ Հայաստանի Հանրապետությունում ունեն խղճի ազատություն նրանց մի մասը կարող է հավատալ Աստծուն մյուս մասը կարող է այլ հայացքների տեր լինել դա ինձ համար իմ հոգևոր եւ բարոյական նորոգման ճանապարհ է եւ ուրախ եմ այն մարդկանց համար ովքեր գալիս են Փաշինյան, դուք ասել եք, որ դուք աղոթքներ շարունակելու եք նաև մայր աթոռում, այսինքն դուք նշել եք, որ սա մի գործընթաց է, որը տանում եք աթոռի հեռացման, բայց հանրային պահանջ դուք չեք տեսնում։ Դուք ո՞ր լրատվամիջոցից եք։ Դրամարեք չեք տեսնում։ Հենց թե ես դուք իմանաք։ Շատ դուք եք դեր վերնագիրը, որ լարված իրավիճակ է։ Ես ուզում եմ ասել նաև, որ այս պատարագների շարքը շատ կարևոր է, որովհետև այո, ես այդ օրակարգը ձևակերպել եմ եւ բարձրաձայնել եմ եւ հետեւականորեն գնալու եմ այդ օրակարգով, բայց նաև սա կենթանի process է, որտեղ խոսակցություն է տեղի ունենում հանրության հետ, խոսակցություն է տեղի ունենում յուրաքանչյուրը ինքը իր հետ, խոսակցություն է տեղի ունենում Աստծո հետ Եվ ասենք դուք եթե հարցնեիք, մոտավորապես հասնեիք, ինչու ես որոշեցի գնալ պատարագների։ Ընդ որում առաջիկան էլ եմ գնում։ Որովհետև ես նաև իմ եթերներից մեկում պարզաբանեցի, որ ես կարծում եմ, որ խոսքը մեր սրբության սրբոցի մայր աթոռի հոգևոր եւ բարոյական նորոգման մասին է։ Եվ այդ հոգևոր եւ բարոյական նորոգման հասնելու մեր սրբության սրբոց մտնելու ճանապարհին մենք պետք է մաքրվենք։ Սա ինձ համար մաքրվելու ճանապարհ է ձեր ասած եզրագծին հասնելու համար, որովհետեւ իմ թեզը որն է, ես ասում եմ մենք անդադ խոսում ենք արժեքահենք հանրության մասին, բայց մենք չենք կարող արժեքահենք հանրություն ունենանք, եթե մեր սրբության սրբոցը, մեր բարոյական եւ արժեքային համակարգի էպիկենտրոնը աղտոտված է։ Բայց հետո հասկանում ենք նաեւ այդ քննարկումների ընթացքում, որ ի վերջո դա տեղի ունեցել մեկ միջավայրում։ Այսինքն դա տեղի ունեցել, որովհետեւ մենք ենք թույլ տվել, դա տեղի ունեցել, որովհետեւ մենք այդ ամենի ականատեսն ենք եւ մեր ականատես լինելու բերումով մասնակիցը։ Ուրեմն եթե մենք ասում ենք, որ ուրիշները արժանի չեն մեր սրբության սրբոցի, իսկ արժանի չեն, բայց մենք էլ պետք է նախ արժանանանք։ Եվ այդ է պատճառը, ինչ ենք գնում պատարագի, ինչ եմ հաղորդություն ընդունում եւ շարունակելու եմ հաղորդություն ընդունում, որպեսզի իհարկե գնալու եմ մայր աթոռ դա,
երբ որ բավարար չափով մաքրված կզգանի ինձ այն ժամանակ